Հասկանում եմ, որ այսօր զսպվածությունը տրենդային չի, այսպես ասենք, հիմա տրենդայինը շատ խոսալն է, տակից գլխից, ու ամենից մեծ տրենդը այսօր ստախոսությունն է, դա իմը չի։ Հիմա հույս ունեմ, ինչ որ չափով հույս ունեմ, որ մարդիկ հոգնել են ստախոսությունից եւ միգուցե այդ տրենդը փոխվի։ Սենց տպավորությունը այնպեսին է, որ ստելը այլևս ամոթալի դրսևորում չի մարդու կողմից։ Սա ինձ համար ամենից շոկային ընկալումն էր։ Ես նկատեցի, որ ինքը սուտ չի կարողանում խոսել։ Ուղղակի չի կարողանում սուտ խոսել։ Եվ ես ինչ-որ ինքս իմ մեջ դրա շուրջ որ մտածել եմ, դրա ասելով այդ հատկության շուրջ որ մտածել եմ, ես հասկացել եմ, երևի ինքը իր արժանապատվությունից ցածր է համարում սուտ խոսել։ Երբ ղեկավարը սկսում է ստել, ապա ստելը դառնում է տրենդային, որովհետև ղեկավարի կեցվածքը ինչ որտեղ բանա մոդայիկ է դառնում, չէ, ինչ որ մի երևույթ սարքում է տրենդային կամ ոչ տրենդային։ Սա դեգրադացիա ենթարկում ամբողջ հասարակությունը եւ երկիրն է դեգրադացվում այդ պատճառով։